ձեր մտքով հետ կանցներ, որ այսպիսի իրավիճակներ կլինեն, էլ չեմ ասում թե Արցախի կորուստ եւ այլն, Հայաստանի այսպես կտոր եւ վերջի այս եկեղեցու դեմ դրսու ձեր մտքով երբևէ կանցներ նման բան։ Ինչքան եք պատկերացնում, ինչքան հեռու կարելի է։ Գիտեք, եկեղեցու հետ կապված բախումները 2018 թվականից են սկսվել։ Այսինքն ես չեմ զարմանում ինչ որ կապված է եկեղեցու հետ, քանի որ բոլորդ էլ հիշում եք 2018 թվականից սկսվեց նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժում եւ այնուհետեւ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս այդ բախումը հայ առաքելական եկեղեցու եւ իշխանությունների։ Իհարկե այստեղ ամեն ինչ սկսվել է իշխանությունների կողմից, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների կողմից։ Եվ զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ նման դրսևորումներ եղել են բազմաթիվ երկրներում։ Վերցրեք Արևելյան Եվրոպան սառը պատերազմի տարիներին, նույն մոտեցումները կային Չեխոսլովակիայի, նախկին Չեխոսլովակիայի, Արևելյան Գերմանիայի, Լեհաստանում, ինչպես էին կոմունիստական իշխանությունները ճնշում կաթոլիկ եկեղեցին կամ այլ կրոնական ինստիտուտները այդ երկրներում։ Նույնը եղել է Կուբայում եւ շարունակվում է։ Այսինքն Կուբայում կաթոլիկ եկեղեցուն վերաբերվում են ինչպես մեկուսացված հիվանդներին։ Ինչն է այստեղ ընդհանուրը, որովհետեւ սրանք բոլորը ծախակողմյան հեղափոխական գաղափարներ ունեցող կառավարություններ են, իշխանություններ են, որոնք փորձում են աշխարհիկացնել ռադիկալ կերպով աշխարհիկացնել հասարակական կյանքը։ Այսինքն կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը եկեղեցին աշխարհիկացնելն է, թե հասարակական կյանքը։ Ես նկատի ունեմ, որ երբ որ իշխանությունը սկսում է հասարակական կյանքը սեկուլարիզացնել, այսինքն աշխարհիկացնել ռադիկալ միջոցներով, Հայաստանի դեպքում մեկ ուրիշ շատ կարևոր հանգամանք կա։ Բուն նպատակը Փաշինյանի այս եկեղեցու հայ առաքելական եկեղեցին իշխանությունների հսկողության տակ չէ, ճիշտ է, եւ հետեւաբար այս բոլոր օրինակները, որ ես բերեցի տարբեր երկրներից, ներառյալ այսօրվա Հայաստանը, այսինքն դա ծախակողմյան հեղափոխականների մոտեցում է լրիվ աշխարհիկացնել հասարակական կյանքը, բայց այստեղ մի նրբություն կա շատ կարևոր, ինչ կան այս բոլոր երկրներում եւ նաեւ Հայաստանում իշխանությունները փորձեն ճնշել հայ առաքելական եկեղեցին, փորձեն բացառել հայ առաքելական եկեղեցին հասարակական կյանքից, հայ առաքելական եկեղեցին ավելի մեծ դեր է խաղալու, ավելի ընդգրկուն դեր է խաղալու մեր հասարակական կյանքում եւ նաեւ ներքին քաղաքականության մեջ։ Ադրբեջան ձեր բերված օրինակներում նույն բառամթերքով էին պայքարում եկեղեցու դեմ տարբեր երկրներ։ Այո, իհարկե։ Միգուցե մի քիչ ավելի փորձելով ավելի ուրիշ տեսակ ձևակերպումներ գտնելով, բայց օրինակներ կային Լեհաստանից մի օրինակ բերեմ, երբ սոցիալիստական Լեհաստանի կրոնական գործերի կոմիտեի նախագահան հայտարարում էր, որ կաթոլիկ եկեղեցին Լեհաստանում պետք է ոչնչացնել։ Եվ եթե չկարողանանք ոչնչացնել, գոնե փորձենք այնպիսի իրավիճակի մեջ դնենք կաթոլիկ եկեղեցին, որ մեզ վնաս չտա։ Դուք համեմատեք արդեն բառապաշարը, ես ոչ, չէ։ Ես կարող էին շատ վիրավորող կտրուկ հայտարարություններ լինել, բայց այդ բառապաշարը չէր։ Նույնիսկ սոցիալիստական Արևելյան Եվրոպայի երկրներում, Աֆրիկայում, նույնիսկ Կուբայում նման բառապաշար չկա։ Եվ կա տեսակետ, որ Փաշազադե Փաշինյան այսպես սինխրոն ստացվեց, հա, 2 օր առաջ Փաշազադեն հայտարարեց, որ եկեղեցին վտանգ է ներկայացնում իրենց ծրագրերին եւ անմիջապես նաեւ այստեղ տեսակետ կա, որ դա ուղիղ հրահանգ է նաեւ այս ուղղությամբ աշխատելու, ինչպես բանակի ուղղությամբ աշխատեցին։ Գիտեք, սա սովորաբար տարածքային ռազմական էքսպանսիայից հետո, իսկ մեր մոտ տեղի է ունեցել տարածքային ռազմական էքսպանսիից, խնդրում եմ Թուրքիան չանջատեք, որովհետեւ ես համարում եմ, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը երկուսն էլ պատերազմի կողմ են եղել 20 թվականին։ Ռազմական էքսպանսիայից հետո միշտ սկսվում է քաղաքական էքսպանսիա։ Այն ինչ որ դուք նշեցիք, դա քաղաքական էքսպանսիայի մաս է, բաղկացուցիչ մաս է եւ միայն այդ Փաշազադեի հայտարարությունները չեն։
եւ այն բոլոր քննարկումները, որոնք կան մեր սահմանադրության փոփոխության հետ կապված, զինանշանի հետ կապված, նոր մոտեցումներ ցեղասպանության հետ կապված եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու հանդեպ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումները, դրանք բոլորը այդ ցուցակը անվերջ է, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական էքսպանսիայի մաս է։ Այսօր զարգություններ են սկսել սրբազան պայքարի աջակիցների, զոհվածի ծնողների, ինչպես նաև ընդդիմադիրների բնակարաններում։ Նրանց մեղադրում է հեղաշրջման մեջ։ Ոչ մի հեղաշրջման բան չկա, դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Դժբախտաբար այն 2018 թվականին եւ հետո, թող դրա մասին մտածեն 21 թվականի այդ 600,000-ից ավել, 680,000 մարդը, որը ընտրություն կատարեց։ Իրենց թվում էր ինչ ժողովրդավարության համար էին ընտրություն կատարում, կամ որ խոսում են, որ խոսքի ազատություն կա Հայաստանում, որպես նվաճում։ Թող թոշակները մարդկանց բարձրացնեն կամ ուսուցիչների աշխատավարձները դպրոցներում կրկնապատկեն, դա է նվաճումը։ Իսկ սրանք պարզապես քաղաքական հետապնդումներ են։ Դե ուրեմն կա երևի ինչ որ խնդիրներ կապված սրբազան պայքարի հետ, որովհետև Հայաստանի ընդդիմադիր շարժումների մեջ կարծում եմ սրբազան պայքարը ամենաազդեցիկն է եւ ամենաազդեցիկ կդառնա ոչ թե միայն նրա համար, որ հոգեվորականով Բագրատ Սրբազանն է ղեկավարում, այլ մի բան հաշվի առեք, այս շարժումը չունի որևէ տնտեսական շահեր եւ շարժման ղեկավարությունը չի եղել երբևիցե որևէ տնտեսական ինչ որ գործարքների մեջ, ինչպես շատ ուրիշ շարժումներ։ Այսինքն խոսքը գնում է շատ անկեղծ շարժման մասին, որը գիտեք առաջացել է Տավուշի շրջանում միակողմանի տարածքների զիջման հետևանքով, այսինքն այս ամեն ինչը ունի պատճառահետևողական կապ եւ իհարկե սրանք քաղաքական հետապնդումներ են։